Ես հիմա ներկայացնում եմ 2.5.3 կետ։ Այլ դուք եք խոսում։ Այս կետում մեր բացացած խնդիրը հետևյալն է, մենք նշում ենք, որ ներողություն 2.5.2 Այսինքն ի վերջո պետք է մեղադրանքի մեջ հասկանանք կոչը արկա է, թե արկա չէ, 67-րդ էջից, որպես գերորանակ բացել է, 63 էջին ներքերի արկոսը։ Ուրեմն մեղադրանքի մեջ պատվաճան դատան ամբողջ դատականության ընթացքում որպեսզի չբացվեց, թե որն է կոչը։ Ի վերջո կացի մեղադրում որ կոչ արել, ավելի չմահրանում, հիմա որն է կոչ։ Որ դատականության ընթացքում չբացվեց, ինչպես նաև եզրափակիչ ելույթներով դատանին ներկայացրեցին, որ մեղադրանքում նկարագրված դեպքը չի կարող հանցագործություն համարվել, թե կառուցվածքային, թե բովանդակային առումով, քանի որ նկարագրված չէ կոչ։ Ուրեմն առաջադրված մեղադրանքից տեսնում ենք, որպես հանցագործություն դիտարկվել է Գալաթի հեռուստաընկերության ծրված 2024 թվականի փետրվարի 3-ին հրապարակված փակերտների մեջ հարցազրույցը, իսկ մյուս այլ վերապական ալիքին տրված 2020 թվականի 22-ին հրապարակված հարցազրույցի միջոցով մեղադրանքի կողմը չի համարել առանձին հանցագործություն, այլ դիտարկել է նախորդի վերահաստատում։ Սա շատ կարևոր է, որտեղ ամբողջ նախաքննությունը տալու է, որ այս երկուսն են դիտարկում որպես գործողություն, օբյեկտիվ կողմի գործողություն, բայց փաստորեն մեղադրանքը վերահսկողացվեց, որ սա չի դիտարկվում որպես գործողություն, այսինքն մենք պետք է դիտարկենք առաջինը Գալաթիի որպես հանցազրույցի հայտարարված հայտարարությունը, սա որպես ինքնին հանցագործություն համարվում է, թե չէ, որտեղ երկրորդը սա վերահաստատում է, այդ ոչ թե առանձին որպես գործողություն։ Այս մասին բառացին նշել է նաև գլխավոր դատախազության պաշտպանական բազաձայնման մեջ, որին հրում է կատարել հանրային մեղադրողը, որը հետազոտվել է դատարանում։ Դատանը պաշտպանության կողմից ներկայացած այս փաստարկը հիմնավոր է համարել եւ իր դատավճիռում նշել է հետեւյալը ներկայացնում։ Դատանը արձանագրում է, որ մեղադրողն օգտագործելով զանգվածային լրատվության միջոցը Գալաթիի 2024 թվականի փետրվարի 3-ին իշխանություն զարգացնի մտած հրապարակային կոչ կատարել։ Այլ կերպ մեղադրանքի բովանդակությունը կազմող դատանի կողմից հաստատված հանգամանք հանդիսացող մյուս այն լրատվական ալիքի 2025 թվականի 21-ին տրված հարցազրույցը դատանը չի գնահատում որպես առանձին դեպք, այլ այն գնահատում է մեղադրելի Գալաթիի հեռուստաընկերության տրված հարցազրույցի ընթացքում արված կոչի սուբյեկտիվ կողմը հաստատող հանգամանք, որով մեկ անգամ ևս հաստատվում է անձի դիտավորությունը, ներդրման առումով։ Սույն բողոքում վերլուծենք հետևաբար պատվաճանդական բացառապես Գալաթիի կողմից 2024 թվականի փետրվարի 3-ին հրապարակված այդ հարցազրույցի բովանդակությունը։ Նախ ինչպես նշել ենք բազմիցս, դա հարցազրույց չէ, այլ քննարկում է եղել, որը տեսակերպվել է հեռուստաընկերության կողմից եւ եթերը հեռարձակվել։ Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ հարցազրույցը դա լրագրողի կողմից տրված հրապարակային հարցին, տրված հրապարակային պատասխանն է, որը կարող է ինչ-որ արձակել ունենալ, իսկ քննարկման ժամանակ Միքայել Սատվասյանն արտահայտել է իր կարծիքը, որով մեղադրողների նշած հանրության լայն զանգվածներին ուղղված չեն եղել։ Սակայն դա չի ամենակարևորը, իրականում կարևորը հենց այդ արտահայտված մտքերի բովանդակությունն է, որը նա ընդհանրապես պատմել է, որ վերջին 6 տարիների ընթացքում բազմիցս ասել է, որ ռազմական հեղաշրջում ապրել, որ դա ասել է պատերազմի օրերին, նաև նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին։ Այն որ նախկինում այդ թվում 2020 թվականի պատերազմի ժամանակ Միքայել Սատվասյանը խոսել է ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, եւ այդ մասին ասել է նաև նախկին նախագահներին, դատախազությունը քննչական մարմինները իրավացիորեն չեն համարել հանցագործություն։ Ավելի պարզ։ Այսինքն մոռանան Գալաթիի ասած։ Ինչը Գալաթիի 2024 թվականի տեսագրությունը 6 տարվա ընթացքում, 20 թվականի ընթացքում Միքայել Սատվասյանը նման մտքեր ունի։ Ինչի մասին ինքը պատմում է, որ սա արտահայտել է։ Որ մինչև 2024 թվականը ոչ մեկ հանցագործություն չէր դիտարկվել, որ ինքը ժամանակին նման բաները ասել է։ Հրապարակային դատախազությունը սա չի դիտարկել հանցագործություն, քննչականը չի դիտարկել, ավելին հենց մենք կոնկրետ ապացույցով ունենք, որ Դանիել Եղիանյանը հարցում է կատարել 2023 թվականի նույնաբնույթ ձևակերպումներով հարցազրույցի վերաբերյալ, որ բարի չէին նախաձեռնել, դիտարկել են հանցագործության հատկանիշներ չկա։ Սա կապնել են տվել, որ պաշտոնապես քննարկել եք նույնիսկ այս հարցը
տեսել եք, որ հանցագործություն չկա։ Մի քիչ առաջ եմ ընկնում այս բողոքից, բայց ինձ տեսեք, Միքայել Սելփազյանը ասում է, որ ես 6 տարվա ընթացքում ասել եմ։ Մի հատ փաստ ունենք, որ 23 թվականին սա գնահատել են, ասում են հանցագործություն չի։ Հիմա Միքայել Սելփազյանը պատմում է, որ նախկինում նման բաներ ասել, որովհետև հանցագործություն չի։ Հիմա մեր մոտ այդ միտքը անդրադառնում է այդ հարցը։ Եթե պատմում է մի բան, որը որ հանցագործություն չի, ո՞նց կարա չհանցագործության մասին պատմելը, հիմա դառնա հանցագործություն, զուտ պատմելու փաստ է։ Որտեղ ինքը հիմա ոչ միտեղ գրված չի, որ այս պահին ինքը քոչ է անում։ Կոնկրետ գրում է, որ ինքը ասում է, որ այն ժամանակ սա բաներ են ասել։ Այստեղ ամեն առանցքային հարցն է։